Ուժեղ Հայաստան դաշինքը Երևանի Շենգավիթ վարչական շրջանում էր։ Ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը քաղաքացիներին բաժանում էր իրենց նախընտրական թռուցիկը եւ գրքույկ, որում նշված էր, թե ինչ ծրագրեր է արել Սամվել Կարապետյանը։ Որոշ բակերում Կարապետյանի թիմակիցները նախապատրաստվել էին այցին քաղցրավենիքով եւ խմիչքով։ Կանգնած ու շատանում են Քայլարշավի ընթացքում լրագրողները Նարեկ Կարապետյանից հետաքրքրվեցին ուժի առաջնորդի հայերենի իմացության վերաբերյալ։ Մենք խոսում ենք դասական մշո բարբարով ամենահին այս պահին գործածվող հայերեն բարբարներից մեկով, որտեղ կան շատ ունիկալ հայկական բառեր պահպանված։ Ուժեղ Հայաստանը քարոզարշավի ընթացքը դրական է գնահատում։ Քայլարշավից հետո Գարեգին Նժդեի հրապարակում արդեն հանրահավաք էր։ Մեկնարկը տրվեց ազգագրական պարերով։ Այնուհետև ելույթներ հնչեցին։ Ուժեղ Հայաստան դաշինքի նախընտրական ցուցակի падգամավորության տեխնացու Գոհար Մելոյանի խոսքով Շենգավիթը այն համայնքն է, որը զարկ է տվել արդյունաբերությանը։ Այսօր Շենգավիթը տնտեսական անկման օրան է դարձել, ինչը փոփոխելու ենք։ Շենգավիթում այսօրվա դրությամբ մեր քաղաքի մի շարք խնդիրների համատեքստում նաև ամենաաղտոտված օդն է։ Սա անթույլատրելի պետք է լինի ուժեղ Հայաստանում։ Մեր երեխաները, մեր հայրենակիցները, մեր ծնողները արժանի են շնչելու մաքուր օդ, արժանի են ունենալու արժանապատիվ աշխատանք։ Ուժն առաջարկում է ժողովրդագրության ոլորտում բարեփոխումներ, ինչի համար ստեղծելու են ազգային վերածննդի հիմնադրամ, մանրամասնեց Մելոյանը։ Այսօր ընտանիքները կազմաքանդվում են, աճել է մեր երկրում ամուսնալուծությունների քանակը։ Այսօր անկում են ապրել մեր երկրում ամուսնությունների թիվը, երիտասարդները չեն ամուսնանում։ Այսօր մեր հայրենիքից մեր հայրենակիցները արտագաղթում են, որովհետև չունեն աշխատատեղ։ Այսօր մեր երկրում բնական աճը 40%-ով անկում է ապրել։ Սամվել Կարապետյանը այսուհետ Հայաստանի Հանրապետությունում ծնված յուրաքանչյուր 4-րդ երեխայի համար տալու է 2 միլիոն դրամ։ Իսկ եթե դուք արդեն բազմազավակ ընտանիք եք եւ ունենում եք ձեր 5-րդ բալիկը, 5-րդ երեխա ունեցող ընտանիքը ստանալու է անվճար բնակարան։ Ըստ Գոհար Մելոյանի, ուժեղ Հայաստանն այն քաղաքական ուժը չէ, որ պաթոսով է խեղդում։ Մենք այն քաղաքական ուժն ենք, այն առաջնորդի առաջնորդած քաղաքական ուժը, ով արդեն իսկ այս ամեն ինչը արել է հողի վրա։ Սամվել Կարապետյանը մի պետության չափ բարեգործություններ է արել մեր հայրենիքի համար։ Ու այո, նա է այն առաջնորդը, ով բերելու է այդ սպասված փոփոխությունը։ Հաջորդ ելույթը Նարեկ Կարապետյանինն էր։ Քանի որ գտնվում ենք Շենգավիթում, նաև ուզում եմ ասել հարգանքներս աղբերներին։ Նարեկ Կարապետյանի խոսքով Շենգավիթը ստեղծվել է հայ աշխատավորի կողմից, սակայն ժամանակի ընթացքում կառավարման սխալների պատճառով այնտեղի գործարանները փակվել են։ Այդ իսկ պատճառով այսօր Շենգավիթը Երևանում ամենամեծ գործազրկություն ունեցող թաղամասերից է։ Այսօր Շենգավիթը ոչ թե Երևանի ամբողջ ուժն է տնտեսական, որով նա մատակարարել է ամբողջ աշխարհին, այլ Երևանի մի մասը, որը քիչ է զարգանում։ Ինչ պետք է մենք անենք, պետք է վերածնունդ ապրի, այստեղ պետք է չլինեն, ոչ թե լինեն պահեստներ, այլ 24 ժամ աշխատանքը եռա։ Գործարանները պետք է վերաբացվեն ժամանակակից, նոր տեխնոլոգիաներով, հագեցած սարքավորումներով։ Հայաստանը պետք է աշխարհին հայտնի լինի ոչ միայն կոնյակով, ոչ միայն ծիրանով, այլ հայ մտքի ուրիշ գործով։ Թաղային ենթակառուցվածքը 20-րդ դարի կեսերի է, կարծում է Կարապետյանը։ Մենք չենք ներդրել Երևանի մեջ գումարներ, չենք վերակառուցել, սարքել, բարելավել մեր փողոցներն ու բակերը։ Այդ պատճառով մեր փողոցները իրենց փայլը պետք է վերականգնեն նորից։ Պետք է առաջնորդ ով բերի այդ փայլը հետ։ Պետք է ամեն տարի մենք փոփոխություն զգանք մեր մայրաքաղաքում։
Ելույթներից հետո ուժը դարձյալ քայլեր սկսեց։ Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ աղքատությունն անգամ 2-3%-ով չի նվազել ներկայիս իշխանությունների օրոք։ Պարոն Կարապետյան, դուք ուսումնասիրել եք աղքատության, ծայրահեղ աղքատության թվերը նախահեղափոխական եւ հիմա Այո, որովհետեւ ծայրահեղ աղքատությունը հիմա պատմականորեն ամենացածր մակարդակում է։ աղքատության ցուցանիշը 23% էր, չի իջել գոնե 2% չի իջել 8 տարվա ընթացքում միլիարդավոր ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում միլիարդավոր մեթոդաբանական փոփոխություններ կարծես։ Մեթոդաբանությունը մեթոդաբանությունը չի չեղարկում իրականությունը այն է, որ 100,000-ավոր հայաստանցիներ 600,000 մարդ չի կարողանում ապահովել իր կենսամակարդակը լավ մակարդակի։ Լուրերը քայլարշավի ընթացքում եւս մեկ անգամ ստուգեց Կարապետյանի հնչեցրած աղքատության թիվը, համեմատելով նախահեղափոխական 2017 թվականի հետ։ Աղքատության մակարդակը 17 թվականին 25.7% էր, հիմա 21.7% է, 4%-ով նվազել։ 2018-ը նայեք, խնդրում եմ նայեք 2018-ը եւ իշխանության է եկե Փաշինյանը եւ այսօր իմաստած տվերն են։ Դա իմ մասնագիտությունն է արգելիս։ Նախահեղափոխական տարվա հետ չեք համեմատում։ Ես համեմատում եմ իր իշխանության առաջի տարին, իր իշխանության վերջի տարվա հետ։ Ի սկզբանե հայտարարվել էր, որ քայլերթով կգնան դեպի հայրենիք Խաչմերուկ, սակայն եղանակային պայմաններից ելնելով որոշեցին այն ավելի վաղ ավարտել։ Նիկոլայ Ավետիսյան, Արտակ Գևորգյան, լուրեր։